Մեծանավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեծ ավետիս եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ եւ այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր նորությունները Հայաստանից եւ աշխարհից։ Նախ կարևորը համառոտ։ Փաշինյանը կաթողիկոսին հեռացնելու ճանապարհային քարտեզն է ստորագրել։ Ինչպես են արձագանքել ընդդիմադիրները Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների հայտարարությանը։ 2025-ը հալածանքների տարի էր, Բագրատ եւ Արշակ սրբազանները ուղերձ են հղել քրեակատարողական հիմնարկից։ 6 օրում Հայաստանում գրանցվել է 55 ավտովթար, գողության 15 դեպք, ներքին գործերի նախարարությունը վիճակագրություն է ներկայացրել։ Թրամփը սպառնում է Վենեսուելայի իշխանությունը կամ կկատարի պահանջները, կամ կվճարի անթույլատրելի գին։ Այս պահին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրակալույցի սուրբ պատարագ։ Մարտիկ եկեղեցում վառած ճրակները իրենց հետ տուն են տանում, որը խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը։ Ըստ հայ եկեղեցու Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջանն է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը երեկոյան մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակվում կեսգիշերից հետո։ Սուրբ Սարգիս եկեղեցում եւս մեկնարկել է Սուրբ Ծննդյան ճրակալույցի պատարագը, որին մասնակցում է Փաշինյանը։ Պատարագը մատուցվում է Տեր Արարատ քահանա Օրդյանի կողմից։ Հիշեցնեմ, որ նա նախկինում մեկ անգամ արդեն խախտել է պատարագի կարգը, չհիշատակելով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի անունը։ Իմ գործընկերը այժմ այնտեղ է, նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ժամերկությանը ուշացած է եկել։ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին Նիկոլ Փաշինյանը նոր թափ հաղորդեց իր հակաեկեղեցական արշավին։ Վարչապետն ու իրեն աջակցող 10 եպիսկոպոսներ վարչապետի կեցավայրում ստորագրել են հայտարարություն, որտեղ կրկնում են վեհափառի հեռացման պահանջը։ Փաշինյանը իր պայքարը տեղափոխում է նոր փուլ, ստորագրելով կաթողիկոսի հեռացման ճանապարհային քարտեզը։ Ինչ է իրենից ենթադրում այս ծրագիրը։ Հայտարարությունում նշվում է, որ ծրագիրը ենթադրում է մի քանի քայլ։ Առաջին հերթին իբր բարենորոգման օրակարգի հանրային ներկայացում, հետո կաթողիկոսական տեղապահի ընտրություն, այնուհետև եկեղեցու կանոնադրության ընդունում եւ ամենավերջում նոր կաթողիկոսի ընտրություն։ Սեդակ Յուրեղյանն է հետևել եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին։ Սուրբ Ծննդյան նախաշեմին Հայաստանի քաղաքական օրակարգը կրկին տեղափոխվել է եկեղեցու դաշտ։ Նիկոլ Փաշինյանն ու 10 եպիսկոպոսները նորից առաջ են մղում կաթողիկոսի հեռացման պահանջը։ Վարչապետի նստավայրում եկեղեցու բարենորոգման վերաբերյալ հայտարարություն, որտեղ Գարեգին II-ը բնորոշվում է որպես եկեղեցու փաստացի պետ։ Սահմանադրությանը հակասող ձևակերպում է։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ եկեղեցու պետ ձևակերպում գոյություն չունի, գոյություն ունի ամենայն հայոց կաթողիկոս ձևակերպում։ Փաստաթղթում կրկնվում են Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած կետերը։ Վեհափառի հեռացումից հետո պետք է ընտրվի տեղապահ, ընդունվի եկեղեցու կանոնադրություն, ապա միայն անցկացվի նոր կաթողիկոսի ընտրություն։ Ինքը որպես վարչապետ ստորագրելով հստակ ցույց է տալիս, որ ինքը սահմանադրություն է խախտում, քանի որ սահմանադրության հիման վրա ինքը իրավունք չունի եկեղեցու ներքին կյանքի կառավարման գործերին որպես վարչապետ խառնվելու։ Այս հայտարարությունը հաջորդում է արդեն 7 ամիս շարունակվող հակակաթողիկոսական արշավին։ Այդ ընթացքում Գարեգին II-ը որևէ անգամ հրաժարականի ակնարկ չի արել։ Իսկ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների վերջին հայտարարությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածինն անվանել է ուղղակի միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։ Բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, խախտում թե միջազգայինորեն, թե Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված եկեղեցու իրավունքները։
Փաստաթղթի ստորագրումը խնդրահարույց է ոչ միայն իրավական, այլև քաղաքական առումով։ Նիկոլ Փաշինյանի համար սա նախընտրական միավորներ կուտակելու եւ արտաքին օրակարգեր սպասարկելու գործիք է, ասում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Նրա խոսքով վարչապետի շեշտը այս փուլում դրված է գործընթացի, ոչ թե վերջնական արդյունքի վրա։ Եթե Փաշինյանը կարողանա ավելի արդյունավետ արշավի միջոցով հասնել նաև իր հայտարարած նպատակին, այն է դե ֆակտո եկեղեցին պարզապես ենթարկեցնել իր քաղաքական պատկերացումներին, ապա բնականաբար չի հրաժարվի հասնել այդ նպատակներից, բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ այս փուլում նաև հաշվի առնելով գուցե այդ նպատակներին շատ արագ հասնելու, նվազագույնը արագ հասնելու բավական բարդ խնդիրը, նա առավելապես առաջնորդվում է հենց process-ը տանելու տրամաբանությամբ։ Բայց ինչ կլինի, եթե Փաշինյանը իսկապես իր առջև կաթողիկոսին հանգստի կոչելու նպատակ դնի։ Վերլուծաբանի գնահատմամբ դա կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի, իսկ եկեղեցու դիրքորոշմամբ պառակտման ծանր եւ ցավալի հետևանքներով։ Մայրաթոռը շեշտում է, նման զարգացումներից խուսափելու միակ ճանապարհը եկեղեցական հարցերի լուծումն է բացառապես եկեղեցու ներսում։ Եկեղեցու կանոնակարգային հարցերը եւ բարենորոգումը վերապահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետությանը իր բարձրագույն կառույցներով։ Իսկ ինչու է Փաշինյանն ընտրել հենց Սուրբ Ծննդյան շրջանը։ Հակոբ Բադալյանը կարծում է, պատճառը ոչ միայն սիմվոլիզմն է։ Ուխտերթը կլուծի նաև սակավամարտության խնդիրը, որը Փաշինյանն ունեցել է եկեղեցու դեմ նախորդ շարժումների ընթացքում։ Դա իշխող ուժի համար հակակարողչությունից խուսափելու եղանակ է։ Պատարակների կազմակերպման առումով Նիկոլ Փաշինյանը արժանացավ սակավամարտ միջոցառումների եւ սա փորձեց օգտագործել ընդդիմությունը, քաղաքական ընդդիմությունը ցույց տալու համար, որ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը չունի հանրային աջակցություն։ Ես կարծում եմ հիմա Նիկոլ Փաշինյանը քայլերթով կփորձի ցույց տալ գոնե նախորդ այդ պատարակների ընթացքում բազմամարտության տեսանկյունից հնարավորինս շատ մասնակիցների թիվ։ Փորձագետի գնահատմամբ, քանի դեռ Փաշինյանը կենտրոնացած է քաղաքական միավորներ կուտակելու վրա, ռիսկերը վերահսկելի են, սակայն դրանք կարող են կտրուկ աճել, եթե իշխանությունը փորձի հնարավորինս արագ հանգստի կոչել կաթողիկոսին։ Այդ դեպքում Հայաստանը կարող է կանգնել լուրջ քաղաքական ճգնաժամի առաջ։ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների ստորագրած փաստաթղթին անդրադարձել են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը։ ՀԱԿ փոխնախագահ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Փաշինյանը այս քայլով պատմության մեջ կմնա որպես հայոց պետականության եւ ինքնության քայքայման ամենահետեւողական դերակատարներից մեկը։ Հայաստանի գերագույն գլխավոր կաշառակեր, թալանչի եւ ավազակապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ քննչական կոմիտեի հաճախորդ, հետեւաբար մեր հոգեվորական դասի ամենաանբարոյական տարի տիտղոսը շահած 10 այսպես կոչված տիրադավերը հենց նոր իրենց վերագրելով լիազորություններ, որոնց համար օժտված չեն օրենքով, հայտարարեցին կազմակերպված հանցախմբի ստեղծման մասին, որի նպատակը լինելու է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կազմաքանդումն ու քայքայումը, հավատավոր հայ ժողովրդի պառակտումը, անօրենության ծավալումն ամբողջ երկրում։ Քիչ էր 2019 թվականի խաղաղության պլանի մերժումը եւ Հայաստանի ներքաշումը կործանարար պատերազմի մեջ, քիչ էր 5000 զինվորների կյանքի զոհաբերությունը, քիչ էր Արցախի ոչնչացումը։ Այսօրվանից հայ ժողովրդի դեմ կատարած նրա չարագործությունների ցուցակին կավելանա հայ առաքելական Սուրբ եկեղեցու հերձվածումը, հավատավոր ժողովրդի կյանքի պղծումը։ Սա իրականում մեծ օտարածին ծրագիր է, որը պետք է խափանվի։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով իշխանությունը հասարակությանը առաջարկում է ընտրություն տեսակի եւ արժեհամակարգի միջև, ինչը կարագացնի Փաշինյանի նախաձեռնության տապալումը։ Նա նշել է, որ Մայրաթոռի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս։ Ռեժիմն ինքն իր ընտրությունն է առաջարկել հասարակությանը, ընտրելու տեսակ եւ արժեհամակարգ, դրանով իսկ կարագացնելով իր նախաձեռնության տապալումը։ Եթե նույնիսկ որոշ մարդկանց մոտ կասկած կար կողմնորոշման, գործելու եւ ընտրություն կատարելու հարցում, ապա տիրադավների կերպարն ու կեցվածքն արագացրին հանրության հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբվելու գործընթացը։ Միգուցե շատերի համար տիրադավները նոր են բացահայտվում որպես մարդկային տեսակ, սակայն պարզ է, որ նախկինում էլ ներսից են գործել որպես ուրացողներ։ Մեկն Արցախն է դավաճանել, մյուսը սեփական ընկերներին ու այդպես շարունակ։
Իր հերթին ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կաթողիկոսին գահից զրկելու գործողությունների ծրագիրը բնորոշել է որպես սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ։ Բայց այս ամենում մի կարևոր հանգամանք կուզենայի շեշտել։ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անհաջող փորձերից հետո հասկացել է, որ իր ուժերից վեր է կայծակնային արագությամբ հեռացնել վեհափառին եւ կազմաքանդել հայկական հոգեվոր ազգային ամենահին կառուցակարգերից մեկը։ Ուստի դիմում է հայտնի հին մեթոդին, անհասկանալի եւ ոչ լեգիտիմ հանձնաժողովներով եւ համակարգող խորհուրդներով կոծկել իր հերթական տապալումը։ Բացի այս, դրանց ստեղծմամբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես մեկնարկում է հայաստանյաց առաքելական եկեղեցու գործընթացը եւ որպես կառավարության փաստացի ղեկավար գլխավորելով այդ համակարգող խորհուրդ կոչեցյալը կրում ուղիղ պատասխանատվություն հնարավոր բոլոր հետևանքների համար։ Առաքելական մեր Սուրբ եկեղեցին սրանից ավելի դժվարին փորձությունների եւ պայքարի միջով է անցել։ Այս մեկից էլ վստահաբար պատվով դուրս կգա։ Հենց դրա համար վեհափառ հայրապետին որդիաբար խնդրում եմ մեր Սուրբ եկեղեցուն անմնացորդ աջակցելու հորդորով դիմել հավատավոր ազգին եւ այս փուլում առնվազն պաշտոնանկ անել տիրադավերին։ Արձագանքել է նաև մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով Սուրբ Ծննդյան սրբազան օրերի շեմին վարչապետը հակադրվում է եկեղեցուն ոտնահարելով ազգային եւ հոգեվոր ավանդույթները եւ այդ կերպ խորացնում հասարակական պառակտումը։ Ամենահեգնականն այն է, որ նա անում է դա Սամվել Կարապետյանին նվիրած տնից, գրել է Նարեկ Կարապետյանը։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախճեվանի թեմի թեմական խորհուրդը եւս հայտարարություն է տարածել, նշելով, որ Հայաստանի վարչապետի եւ 10 եպիսկոպոսի ձեռնարկած հակաեկեղեցական նախաձեռնությունը ոտնահարում է Հայաստանի սահմանադրությունը եւ խախտում եկեղեցու իրավունքները, որոնք ամրագրված են ինչպես միջազգային իրավունքով, այնպես էլ հանրապետության օրենսդրությամբ։ Հոգեվորականությունը կոչ է անում քույրերին ու եղբայրներին չդառնալ գործիք եւ մեղսակից աստվածամարդ Սուրբ Էջմիածինը մերժող ուժերի ձեռքին, մնալ հավատարիմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս քայլը, որը ներկայացվում է որպես Հայաստանի առաքելական եկեղեցու բարեփոխման ծրագիր, մենք որակում ենք որպես քաղաքական նպատակներով թելադրված հակաիրավական նախաձեռնություն, որպես եկեղեցին պառակտելու փորձ եւ հանցագործություն, որի անդառնալի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են վարչապետը եւ նրան հարած 10 եպիսկոպոսները, որոնք դրժել են իրենց ուխտը։ Իսկ սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը եւ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը ուղերձ են հղել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ Սրբազանների խոսքով աղոթում են, որ Աստվածորդու ծննդյան հրաշքով նոր կյանքի եւ հոգեվոր Հայաստանի տեսիլքը հաղթանակի այս տարի։ Մաղթում են, որ 2026-ը լինի համախմբման, արդարության, ազատության, հավատարմության, նվիրումի եւ հաղթանակի տարի։ Մուտք գործեցին 2026 թվական եւ հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով եւ զգացումներս սիրով նշում ենք Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության մեծ խորհուրդը։ Մեր ազատությունից բանտարկելության մեջ գտնվող մեր սիրելի եւ համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնման կամքի եւ հաղթանակի իրականացման բարեմաղթանքն ենք հղում, մաղթելով եւ աղոթելով, որ Աստվածորդու ծննդյան հրաշքով նոր կյանքի եւ հոգեվոր Հայաստանի տեսիլքը հաղթանակի այս 2026 թվականին։ Մեր կյանքից հեռացնելով չարիքը իր բոլոր դրսևորումներով, սուտը, կեղծիքը, ատելությունը, թշնամությունը, պարտությունը, վախը, ուրացումը, դավաճանությունը, դավադիր հոգին, անարդարությունը եւ մեր կյանքում հաստատվեն ճշմարտությունը, արդարությունը, ազատությունը, պատիվը, հավատարմությունը, նվիրումը, արիությունը, հաշտությունը, սերը եւ հաղթանակը, այն բոլորը, ինչ Աստծունն է եւ բարի է։ Ամանորի գիշերը եւ դրան հաջորդող օրերին մայրաքաղաքի մի շարք թաղամասեր մնացել էին առանց լույսի։ Շատերը կարծում էին, որ Երևանը վերադարձել է 90-ականներ։ Չկա լույս, իսկ հոսանքի բացակայության պատճառով բազմաթիվ բնակարաններում մարդիկ զրկվել էին նաեւ ջրից ու ջեռուցումից։ Ի դեպ, ես եւ իմ գործընկերներից շատերը նույնպես նոր տարին դիմավորել ենք մոմի լույսի տակ։ Որն է հոսանքազրկումների հիմնական պատճառը եւ ինչու նախկինում արձանագրված նման խնդիրները հիմք չէին դառնում երկարատև անջատումների համար, մանրամասները պարզել է Սեդա Մակարյանը։
Վերջին օրերին Հայաստանում հոսանքի անջատումները դարձել են գրեթե ամենօրյա սովորական բան։ Եթե ամիսներ առաջ հոսանքազրկման մասին քաղաքացիներին նախապես տեղեկացնում էին, այսօր շատերը դրա մասին պարզում են միայն այն պահին, երբ տունը հանկարծ մտնում է ու սարչում։ Հեծը դա մի համակարգ է, որը պարբերաբար անընդհատ ներդրումներ է պահանջում։ Հակառակ դեպքում այդ համակարգը սկսում է մարշվել, եթե դու այդ ներդրումները չես անում։ Նախկինում Տաշիր գրուպը ապահովում էր այդ ներդրումները։ Հիմա քանի որ Տաշիր գրուպը հեռացված է կառավարում, ներդրումները անհասկանալի է, թե ով պետք է կատարի։ Հայաստանի էլեկտրական ցանցերից պաշտոնապես հայտարարում են, անջատումների հիմնական պատճառները վատ եղանակային պայմաններն են կամ ցանցի ծանրաբեռնվածությունը։ Սակայն նախկին ղեկավարները եւ ոլորտի մասնագետները համոզված են, այս բացատրություններն ամբողջական չեն։ Հեծի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի խոսքով խնդիրների մեծ մասը վաղուց հայտնի էր եւ դրանք կարելի էր կանխել։ Ընտրվում են այն թիրախները, որտեղ կարող են լինել խնդիրներ կապված եւ բեռի հետ, եւ հուսալիության հետ, եւ այդ հաջորդ տարվա ընթացքում այդ թիրախներում կատարվում էին եւ կապիտալ, եւ կանխարգելման պլանային աշխատանքներ, որի արդյունքում այդ խնդիրը չէր լինում էին փոքր խնդիրներ, որը չի կարող չլինել, բայց այս մասշտաբի խնդիր երբևէ չի եղել հետեւական աշխատանքի արդյունքում։ Իմ ունեցած ինֆորմացիայով կառավարման վերցնելուց հետո այդ պլանային աշխատանք ուղղակի չեն կատարվել կամ եթե անգամ կատարվել են շատ փոքր տոկոսով։ Էներգետիկ ոլորտի փորձագետները նշում են, խնդիրը միայն տեխնիկական չէ։ Խոսքը կառավարման խորքային ճգնաժամի մասին է։ Հեծի պետականացումից հետո նրանց գնահատմամբ համակարգային բարեփոխումները մնացել են թղթի վրա, իսկ ցանցի արդիականացումը անընդհատ հետաձգվել է։ Իրենք մասնագետներին հեծի հեռացրել են աշխատանքից եւ բերել ըստ իրենց հավատարմության բարձր աշխատավարձով ԿՊԱ-ական մարդկանց են նշանակել, ելնել են կուսակցական պատկանելությունից, այլ ոչ թե մասնագիտական գիտելիքից։ Այս ֆոնին առավել մտահոգիչ են հեծի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունները խնայողությունների անհրաժեշտության մասին։ Նախկին տնօրենի գնահատմամբ սա ոչ թե լուծում է, այլ պոպուլիզմ։ Դա պոպուլիզմ է իմ կարծիքով, այսինքն ցույց տալ ժողովրդին, որ տեսեք, նաև այսպես իջեցրել են անջատումների քանակը, որովհետև պլանային աշխատանքների ժամանակ ուզես չուզես կատարվում են անջատումներ, բայց արդեն հայտարարված։ Համակարգում պարզ երևում է անալիտիկայի արդյունքում նույնպես, թե որտեղ կարող է բեռը աճել, մոտավորապես ինչ չափով եւ ենթակայանները արդյոք կարող են դիմանալ դրան, թե ոչ։ Ղազինյանը նաև բացահայտում է մի դրվագ, որը նրա խոսքով լավագույնս ցույց է տալիս իրավիճակի իրական պատկերը։ Էրեբունի վարչական շրջանում հոսանքի վերականգնումը հնարավոր է դարձել ոչ թե հեծի ռեսուրսներով, այլ Սամվել Կարապետյանի աջակցությամբ։ Հենց հեծն է դիմել նրան անհրաժեշտ սարքավորումներ տրամադրելու խնդրանքով։ Իրենք միևնույն է խնդրել են Տաշիր ընկերությունների խմբին այդ 23, եթե չեմ սխալվում, 23 բջիջները ձեռք բերելու համար, այսինքն եթե Տաշիր ընկերությունների խումբը չունենար այդ արտադրությունը Հայաստանում, պատկերացնում եք այդ բջիջները պետք է ներկրվեր անպայման, որովհետև առկա չէր։ Հայաստանի Հանրապետությունում դա չէր կարող լինել, իսկ այդ ներկրումը պատկերացրեք ինչքան ժամանակ կպահանջեր։ Եվ հաշվի առնելով, այսպես մի փոքր գաղտնիք բացեմ, հաշվի առնելով, որ դա ժողովրդի կարիքների համար էր, բնականաբար պարոն Կարապետյանը տվել էր համաձայնությունը, որպեսզի այդ բջիջները տրվեն հեծին։ Մինչ պաշտոնական կառույցները շարունակում են պատճառներ թվարկել, քաղաքացիները պարզապես հարմարվում են մթությանը, իսկ հարցը մնում է բաց։ Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումը կդառնա կանխատեսելի եւ անվտանգ, թե հոսանքի անջատումները կշարունակեն լինել ոչ թե եղանակի, այլ կառավարման ձախողումների հետևանք։ Սեդա Մակարյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Միևնույն ժամանակ տոնական օրերին իրավապահների աշխատանքը շարունակվել է ուժեղացված ռեժիմով։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդմամբ դեկտեմբերի 30-ից մինչ օրս Հայաստանում բացահայտվել է 249 հանցագործություն։ Ըստ պաշտոնական տվյալների արձանագրվել է ֆիզիկական ներգործության 42, մարմնական վնասվածք վաճառելու 40, թմրանյութի հայտնաբերման 25, հոգեկան ներգործության 22 դեպք։ Այս ընթացքում հայտնաբերվել է 9 հետախուզվող անձ, հայտնաբերվել է նաև 2 անհետ կորած։ Գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք։ Տոնական 6 օրերին գրանցվել է նաև 55 ավտովթար, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, իսկ 98-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելան պահանջում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ անհապաղ ազատ արձակումը։ Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելան երբեք որևէ երկրի գաղութ չի լինի։ Հիշեցնեմ, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հարձակվել է Վենեսուելայի մայրաքաղաքի վրա։ Ինչ է կատարվել Վենեսուելայում, ինչու է գերեվարվել Մադուրոն, որտեղ է հիմա եւ ինչ ծրագրեր ունի Թրամփը Մադուրոյին գերեվարելուց հետո, պատմում է Սեդա Մակարյանը։ Այ երկրների միջև հակամարտություններ կարգավորող եւ իր բնորոշմամբ մի քանի պատերազմին վերջ դրած Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը արտաքին քաղաքական իր ակտիվությունը տեղափոխել է նաեւ Լատինական Ամերիկա։ Վենեսուելայի նախագահին գերեվարելուց հետո Թրամփը հայտարարեց, որ չի բացառում Կուբայի դեմ ռազմական գործողությունները։ Թիրախում է նաեւ Գրենլանդիան։ Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության տեսանկյունից։ Մասնագետների գնահատմամբ Թրամփի ակտիվությունը Լատինական Ամերիկայում ունի մի քանի ռազմավարական նպատակ։ Առաջինը հակազդել Չինաստանի աճող ազդեցությանը տարածաշրջանում, երկրորդը սահմանափակել կամ մեկուսացնել Ռուսաստան-Իրան-Չինաստան առանցքի ներկայությունը, եւ երրորդը վերահսկողություն սահմանել տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների նկատմամբ։ Այս համատեքստում է դիտարկվում նաեւ Վենեսուելայի նախագահի շուրջ ստեղծված վիճակը։ Նրա ձերբակալությունից հետո Թրամփը հայտարարեց, որ Վենեսուելայի նավթային ռեսուրսների վերահսկողությունը պետք է ամբողջությամբ անցնի Միացյալ Նահանգներին։ Այստեղ էլ նաև պատահական չէ, որ Թրամփը խոսում էր Միացյալ Նահանգների կորպորացիաների մուտքը Վենեսուելա ասելով նաև ամբողջ Լատինական Ամերիկա ապագայում, որտեղ կլինեն ներդրումներ եւ այլն։ Այսինքն փորձում է լուծել երեք չափազանց կարևոր խնդիր եւ այստեղ ես կարծում եմ իդեոլոգիական որևէ աստար նույնիսկ եթե տրվում է, դա ընդհանրապես աստար է, որը խորքային նպատակները չեն։ Թեպետ Թրամփը պնդում է, թե Վենեսուելայի դեմ գործողությունները նպատակ ունեն կանխելու թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու միգրացիոն հոսքերը, մասնագետներն այլ բացատրություն ունեն։ Ըստ նրանց Վաշինգտոնը չափազանց զգայուն է արձագանքում Չինաստանի ազդեցության աճին, հատկապես երբ Պեկինը ամրապնդվում է Միացյալ Նահանգների անմիջական ազդեցության գոտում Լատինական Ամերիկայում։ Դրա վառապացույցը Պանաման էր, որի նեղուցը հանձնված էր չինական ընկերությունների կառավարմանը մինչ Թրամփի գալը։ Լատինական Ամերիկայի եւ Չինաստանի միջև առևտուրը արդեն իսկ 2024 թվականին կազմել է շուրջ 500 միլիարդ եւ աճի հսկայական միտում ունի, իսկ Չինաստանի հիմնական գործընկերներից մեկը հենց Վենեսուելան է։ Քաղաքագետ Արա Պողոսյանը Թրամփի քաղաքականությունը Վենեսուելայում բնորոշում է խելացի ուժի կիրառում, փափուկ եւ կոշտ ուժերի համադրություն։ Նրա խոսքով ստեղծված պայմաններում նույնիսկ եթե Վենեսուելան գնա գործակցության Միացյալ Նահանգների հետ, գործընթացը ամբողջությամբ կկառուցվի Թրամփի շահերի շուրջ։ Եթե դրան անվանենք փոխգործակցություն, ապա փոխգործակցություն ամերիկյան պայմաններով, որտեղ ամերիկյան ամբողջ տնտեսական, քաղաքական համակարգ ունենալու է գերիշխանություն։ Դա նշանակում է, որ հատկապես ձախ ուժերը կամ սոցիալիստական ուժերը աստիճանաբար դուրս են մղվելու տարածաշրջանի երկրների քաղաքական, այսպես իշխող էլիտաների ասպարեզից, եւ դրանք փոխարինվելու են ավելի շատ աճ ուժերով։ Թեպետ Թրամփի ռազմավարական նպատակները ներառում են նաև Ռուսաստանին եւ Իրանին ազդեցության դաշտից դուրս մղելը, քաղաքագետի համոզմամբ նրա հիմնական ախոյանը մնում է Չինաստանը։ Իսկ այս մրցավազքում Միացյալ Նահանգների հաջողությունը ըստ մասնագետների ամենևին էլ քիչ հավանական չէ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իրանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստակամության կարգավիճակում եւ ուժեղացնում են անվտանգության միջոցառումները Իսրայելի հնարավոր նոր հարձակման ֆոնին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունները Իրանի բողոքի ցույցերին աջակցելու մասին, Բաղային նշել է, որ Իրանի ժողովուրդն արդեն իսկ նմանատիպ իբր աջակցություն զգացել է անցյալ ամռանը 12-օրյա պատերազմի ժամանակ։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն ուշադրության համար, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։